Սիրելի քույրեր, եղբայրներ, Աստծուն փառք այս հրաշալի առիթի համար, որ Տիրոջ տան մեջ ենք, Տիրոջ ոտքերի առջև, Աստծուն փառք հիրավի։ Գիտեմ, որ շատերիս մեջ չի կարող չլինի այն մտահոգությունը, ցավը, տարակուսանքները, այն ինչ որ տիրում է մեր շուրջը, այն ինչի մեջ ենք մենք, ցավ է։ Հնարավոր է մեզանից ոմանք ունեն հարազատներ, որոնք մտածում են այս կերպ, ունենք հարազատներ, որ մտածում են այն կերպ, նույնիսկ եկեղեցու մեջ անշուշտ կլինեն մարդիկ, որ այս կամ այն կերպ մտածում են այն ինչ որ տեղի է ունենում։ Սիրելիներ, ընդհանրապես մարդիկ այս կամ այն կերպ կրում են միջավայրի ազդեցությունը, ազդվելով լրատվամիջոցներից, գրքերից, որ կարդում են, հեռուստատեսությունից, լուրերից, ռադիոից, երաժշտությունից և նաև կինոներից։ Սրանք բաներ են, որոնք գիտեք, անընդհատ վաճառում են իրենց տեսակետը մեզ։ Եվ ի վերջո, եթե չգիտենք ճշմարտությունը և հենված չենք այս ճշմարտության վրա, որ է Աստծո խոսքը, կարող են աղավաղել մեր մտածողությունը։ Սա բնորոշ է ոչ միայն այսօր մեր հասարակությանը 21-րդ դարին, սա բնորոշ էր նաև դեռ այն ժամանակ Տիրոջ ժամանակները։ Մենք անցած շաբաթ սկսեցինք խոսել լեռան քարոզից և այսօր պիտի անդրադառնանք երանելիների առաջին երանելուն և պիտի նախ խոսեմ առաջին դարում, ինչպես անցած անգամ ավելի մանրամասն խոսեցի, Իսրայելում կային մարդիկ, այդ թվում և աշակերտները, որոնք ձգտում էին հասկանալ Աստծուն, հասկանալ Աստծո թագավորությունը, որն է։ Բայց նրանց մտածողությունն էլ աղավաղված էր այդ ժամանակվա գերիշխող աշխարհիկ և կրոնական փիլիսոփայություններով։ Հիսուս գալով դիմակայեց այս ինքնախաբեությանը և կրոնական կեղծավորությանը, ցույց տալով, թե ինչ է նշանակում ճիշտ հարաբերություններ ունենալ Աստծո հետ։ Ընդհանրապես Տիրոջ այս քարոզը, լեռան քարոզը հեղափոխական ուղերձ էր և ուղղված էր ոչ միայն ապագա, այլ նաև ներկային։ Կան բաներ, որոնք դեռ առջևում էին, բայց կային առաջին պտուղները նաև, որոնք մենք ունենք նաև այսօր։ Երանություններում Տերը մեզ տալիս է ճշմարիտ հավատացյալի նկարագրությունը կամ բնութագրումը Աստծո և մարդու հետ նրա հարաբերության տեսանկյունից, որը կտրուկ հակադրվում է աշխարհիկ և կրոնական մոտեցումներին, բնավորությանն ու վարքին, որ տիրում էր այդ ժամանակ։
Լսենք Աստծո խոսքը եւ թող Աստված բացի մեր միտքը հասկանալու։ Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Ամեն։ Առաջին իսկ նախադասության մեջ Հիսուս դնում է հիմքը դրան քարոզի, որի վրա կառուցվելու է ամբողջ հաջորդ երկու գլուխները։ Երանի հոգով աղքատներին։ Սա քրիստոնյա դառնալու, քրիստոնեական կյանքով ապրելու առաջին քայլն է։ Երանի հոգով աղքատներին։ Լեռան քարոզը կարծես ասում է, կամ մի լեռ, անառիկ մի լեռ, որ պետք է բարձրանաս։ Եվ առաջին բանը, որ պետք է հասկանաս դա բարձրանալիս, որ դու չես կարող դա անել սեփական ուժերով։ Եվ որ ցանկացած փորձ սեփական ուժերով անելու ապացուցում է այն, որ դու չես հասկանում, թե ինչ ասել է Աստծո արքայությունը, ինչ ասել է Աստծո հետ ճիշտ հարաբերություններ ձևավորելը, չես հասկանում, ինչ ասել է մարդ ճիշտ հարաբերություններ ձևավորելը։ Սա այն ինչ որ ասես Տերը Երանի հոգով աղքատներին, դժվար կլիներ այն լսող հրեաների և կրոնական ուսուցիչների համար, քանի որ շատերը կարծում են, որ իրենք հարուստ են, որ իրենցն է երկնքի թագավորությունը, որ իրենք մաս ու բաժին ունեն, քանի որ պարզապես հրեա են, կամ որովհետև անում են այս տիսական արարողությունները, կամ որովհետև ընդունում են մեկնությունները իրենք ժամանակի, պահում են ավանդույթները, թլպատված են, տալիս են տասանորդ, մի խոսքով ամեն բան, ինչ արտաքին արարողակարգին է վերաբերվում։ Ես սրանով համարում են իրենց արդար, այսինքն ճիշտ հարաբերության մեջ են Աստծո հետ։ Ինչ է նշանակում հոգով աղքատ։ Աղքատությունը այն բառը, որ օգտագործած է այստեղ, տախոս, բառացիորեն նշանակում է ծալապատիկ նստած, ծնկի եկած։ Այս մարդու աղքատությունը դրան ծնկի էր բերել, սա է։ Հին Քրիստականում աղքատ բառը ենթադրում էր հեղինակության ուժի կամ ազդեցության բացակայություն։ Հոգով աղքատ լինելը չի նշանակում, որ մենք պետք է անապահով լինենք, թույլ կամ վախկոտ լինենք, ճնշելով մեր անհատականությունը կամ մեկուսանալով կյանքից, վախենալով, որ չազդվենք մեղքից։ Ոմանք անտեսելով հոգով բառը մտածում են, որ երանելի են աղքատները։ Կարծես ֆինանսական աղքատությունը դիտվում է որպես առավելություն։ Աղքատ մարդը
երկնքի արքայության ավելի մոտ չէ, քան հարուստը։ Աղքատները կարող են նույնքան սիրել փողը, հարստությունը, որքան հարուստը։ Սա կախված է մարդու վերաբերմունքից։ Մարդու վերաբերմունքից, ինչպես մեկն ասել է, փողը կարա լինի շատ լավ ծառա, բայց շատ վատ տեր։ Մյուս կողմից անհնար է սեփական կարողություններով ու գործողություններով ստեղծել իդեալական հասարակություն, չես կարող, որքան էլ ունենաս այս կարողությունները։ Հոգով աղքատը գիտակցում է, որ մենք առանց Աստծո շնորհի և նրա ողորմությամբ անհույս կորած ենք մեր մեղքերի մեջ։ Սրանք մարդիկ են, ովքեր ոչ միայն հոգևորապես սնանկ են, այլև շատ լավ գիտեն դրա մասին։ Սա էլ Աստծո մեր մեջ կատարած գործի վկայությունն է, որ մենք տեսնում ենք մեզ այնպիսին, ինչպիսին որ կանք Աստծո աչքերում և հետևաբար պատրաստ ենք դիմելու նրան։ Աստծո մեջ շնորհքն է, որ բացում է մարդուն, որ մարդը տեսնի, որ ինքը հոգեպես աղքատ է, որ կարիք ունի Աստծո։ Սա մարդու ձեռք բերումը չի։ Մարդը երբեք ինքն իրենով չի գա սրան։ Եթե եկավ սրան, սա նաև կտանի իրեն նոր հպարտության, որ ես հասա սրան, որ ես հասկացա։ Սա Աստծո շնորհքն է, ուզում եմ սա շատ լավ հասկանալ։ Աստվածաշնչում հոգով աղքատ արտահայտությունը ոչ միայն այդտեղ չի հանդիպում, ոչ մի տեղ չի հանդիպում սա, բայց գաղափարը տարածված է ամբողջ Սուրբ գրքով մեկ։ Մի օրինակ բերեմ, որ կօգնի մեզ հասկանալու հոգով աղքատ ասածը ինչ է։ 4 Թագավորաց 5-րդ գլխում պատմվում է Եղիսեի ժամանակ, պատմվում է մի իսրայելացի, սիրիացի ասորի ավելի ճիշտ, ասորի մի հրամանատարի մասին, մեծ զորավար, թագավորի, հզոր թագավորի այն ժամանակ աջ ձեռքը բայց բորոտ էր։ Եվ ինչ միջոցներ օգտագործում էր, որ կար իրենց ձեռքի տակ, որ ունեն, ոչինչ չօգնեց։ Եվ այս ընտանիքում, այս մարդու ընտանիքում կար հրեա աղջիկ, որ գերվե տարվել էր և ծառայում էր այդ տան մեջ։ Այս աղջիկը իր տիրուհուն ասեց, լավ կնի, որ իմ տերը գնա Իսրայելում մարգարե կա, որ այնտեղ բժշկություն գտնի։ Եվ այս մարդը իր միջոցներն օգտագործեց, թագավորից վերցրեց ուղերձ
ուղված Իսրայելի թագավորին, որ ուղարկում եմ այս մարդուն բժշկեք։ Սա բարձեց իր ոսկին, արծաթ, մեծ նվերներ, շքախումբ մեծ եւ եկավ թագավորի մոտ Իսրայել, ասելու, որ ահա նամակը, երբ թագավորը տեսավ, ասում է հանդերձները, պատրեց, ասելով, միթե ես Աստված եմ, որ բժշկեմ, հաստատ այս մարդը սրանով ուզում է պատերազմ հրավիրել մեր մեջ։ Երբ մարգարեն իմացավ սրա մասին, ասեց մի անհանգստացի, թող գա ինձ մոտ, Իսրայելում Աստված կա։ Եվ սա իր շքախմբով գալիս է մարգարեի դուռը, հավանաբար սպասելով, որ կարմիր գորգ պիտի փռեն առաջը եւ մեծ շուքով դիմավորեն։ Բայց զարմանս իրեն մարգարեն ծառային է ուղարկում, ասելով, որ գնա ասա, թող հետա Հորդանան գետը 7 անգամ մտնի ջուրը եւ դուրս գա։ Երբ ծառան ասում է, սա շատ վատ է ընդունում այս խոսքերը, նախ չդիմավորեցին, երկրորդ ասում է, միթե երկրում ավելի մաքուր ջրեր չկար, քան այս կեղտոտ Հորդանանի ջուրը, միջայոց շատ պղտոր է այդ ջուրը։ Լավ է, որ ծառաներից ոմանք ասում են, եթե քեզ դժվար բան ասելու լիներ, միթե չէիր անի։ Ընդամենը պետք է մտնես այդ գետը։ Եվ խոսքն ասում է, որ երբ մտնում է, բժշկվում է ինչպես մի մանուկ կարծես մարմինը լինի։ Եվ վերադառնում է, ասում է, այս անգամ մարգարեն դեմ դուրս է գալիս։ Ասում է, ուզում եմ այս բաները, ընծաները քեզ մատուցել։ Այս մարդը դեռ չի հասկանում Աստծո շնորհքը։ Նրան պետք է հասկացնել։ Երեսը մերժում է։ Ի վերջո, երբ մերժում է, ասում է այդ դեպքում, եթե դու իմը չես վերցնում, կարելի է ես քոնից վերցնեմ։ Ես քեզ քանի որ բան չունեմ տալու, ես քոնից վերցնեմ եւ հող է վերցնում, ասելով, որ երբ որ ես այս հողը կտանեմ իմ հետ իմ երկիր, երբ որ աղոթելու լինեմ, թեպետ իրենց ամբողջ ժողովուրդը կամ թագավորը այլ աստվածների աղոթեն, ես այս հողի վրա ծունկի կգամ եւ Իսրայելի Տեր Աստծուն կպաշտեմ, որովհետեւ ես այսօր իմացա աշխարհում ուրիշ աստված չկա, բացի Իսրայելի Աստծուց։ Սա հոգով աղքատ դինելն է։ Մարդը օգտագործեց իր ամբողջ միջոցները, հնարավորությունները, բայց ոչինչ չտվեց, ուզեց անի, բայց ոչինչ չտվեց։ Ի վերջո հասկացավ, որ սա Աստծո շնորհքն է։ Դու չես կարող սա գնել, չես կարող սա վաստակել։ Պողոս Առաքյալը հրաշալի կրթություն ստացած մեկը։ Թլպատված, հրյա, ժամանակի երիտասարդ հրաշալի գիտնական իր ասպարեզում, պաշտոն,
ունեցող մեկը գիտեք ինչ ասեց ես այս ամենը ինչ ունեմ աղբ սեպեցի որ Քրիստոս շահեմ այս ամենը ինձ նույնիսկ հանգարում է ամենա լավագույն օրինակը մեր Տեր Հիսուս Աստված լինելով իրեն խոնարհեցրեց այնքան միջև ծառայի կերպարանք առնելով մեր նման քայլեց նա երբեք չօգտագործեց իր աստվածությունը այս կամ այն բանին հասնելու համար երկրի վրա իր ծառայության ընթացքում նայեք նրա աղոթքի կյանքը որ ունեցավ նայեք նրա խոսքերը թող քո կյանքը լինի սիրներ հոգով աղքատ լինելը նշանակում է ես իմ հույսը իմ վստահությունը իմ ամեն ծրագիրը դնում եմ քո վրա քո ոտքերի առջև դու ես Տերը դու որոշի սիրներ քո ձեռքերը պետք է դատարկ լինեն որպեսզի Աստված լսնի այսինքն դու բերելու բան չունես Աստծուն Աստված է որ առատությամբ կարող է տալ քեզ բայց եթե քո ձեռքերը լցված են ինչպես այն ժամանակվա կրոնական կամ առաջնորդների մենք սա ենք անում մենք սա ենք անում մենք սա ենք անում գիտեք երբեմն այս օրերը այնպիսի բաներ լսեցի այնպիսի բաներ եմ լսում մենք որ ծառայողներ ենք չեմ ասում սխալ են այս ինչն է սխալ են ինչն է ճիշտ ես լսում եմ բաներ որ ասում են այ մտածեք ձեր երեխեքին չեն կնքի ես գիտեմ կարող է գիտես սենց պորտկացել են մեր եկեղեցի չեն թողի չեմ հասկանում հարստացել ենք այդքան հարուստ ենք սա ում թագավորությունն է սա ում եկեղեցին է մենք որտեղ ենք ապրում մեր կոչումը ո՞րն է որպես ազգ որպես հավատացյալ Սերներ Աստված օգտագործում է բազմաթիվ միջոցներ։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է հիշել մի դեպք, երբ Աստված գորգը քաշեց մեր ոտքերի տակից և հանկարծ հասկացանք, որ Աստծուն առաջարկելու ոչինչ չունենք։ Նա սա անում է Աստծո խոսքի և Աստծո հոգու միջոցով։ Երբեմն դա անում է մեր կյանքում եղած մեղքի միջոցով, որը դառնում է ակնհայտ կամ մեր կյանքում տեղի ունեցող ողբերգության կամ որևէ ճգնաժամի, հիվանդության, տնտեսական կորստի միջոցով։ Ինչ էլ որ լինի, Աստված օգտագործում է այս իրադարձությունները մեզ իրեն մոտ բերելու համար։ Այսպիսով Տերը դրան քարոզի սկզբում և հետո մերժում է ազգայնական և մարդկային պատկերացումները Աստծո արքայության մասին։ Թագավորության մեջ մտան ոչ թե փարիսեցիները, որոնք իրենց հարուստ էին համարում
ավանդույթներով, ծեսերով, զոհաբերություններով, ոչ էլ զիլոտները, որոնք երազում են թագավորության հաստատումը զենքի միջոցով, ոչ էլ սադուկեցիները, որոնք քաղաքական էլիտան են, և ոչ էլ էսենները, որոնք իրենց համարում են լույսի որդիներ, մեկուսանալով սաղից։ Աստծո արքայության մեջ մտան մաքսավորները և հասարակությունից մերժվածները, որոնք գիտակցեցին, որ իրենք այնքան աղքատ են, որ ոչինչ չեն կարող տալ, որ արժանիքը չունեն դրա։ Այն ամենը, ինչ կարող են, դա Աստծուն դիմելն էր ողորմություն խնդրելու համար։ Եվ Աստված լսեց նման մարդկանց աղաչանքը։ Գհիշեք մաքսավորի և դպիի աղոթքը։ Մեկը իր կուրծն էր ծեծում և Տերն ասեց սա արդարացած գնաց։ Իսկ մյուսը ընդամենը Աստծուն ասում էր, թե ինքը ինչքան լավն է, ինչքան հարուստ, որ այս ապահում են, այս անում։ Այսօր էլ նույն է պայմանը։ Երանի նրան, ով գիտակցեց իր անօգնական լինելը և ամբողջությամբ հանձնվեց Աստծուն, որը իրեն կդարձնի Աստծո թագավորության քաղաքացի։ Հոգով աղքատ լինելը մի անգամյա դեպք չէ։ Սա քրիստոնյայի շարունակական կյանքի դրսևորումն է։ Նման մարդը հասկանում է, որ ինքը ոչ մի պատճառ չունի հպարտանալու, ուրիշներին վերևից նայելու։ Եկեք ինքներս մեզ էլ հարցանք. ես հոգով աղքատ եմ, դու դեռ զգում ես քեզ հոգով աղքատ, թե արդեն հարստացել ես կամ գուցե կորցրել ես այն կյանքի ունայնությունների հետևից ընկնելով, հոգով աղքատանալու ճանապարհը Աստծուն նայելն է։ Որքան հաճախ անենք սա, այնքան ավելի կհասկանանք առաքյալների այն արձագանքը, երբ տեսնելով Քրիստոսին և այն, թե ինչ արեց, ասացին, Տեր, ավելացում մեր հավատքը։ Մենք կարծում ենք, որ ինչ-որ բան ունենք, դևեր ենք անում, քողոսն ենք հարոզում, հիվանդներ ենք բժշկում, բայց հիմա զգում ենք, որ ոչինչ չունենք, սնանկ ենք։ Տեր, ավելացում մեր հավատքը, թող Տերը փառավորվի։ Ամեն։